Այստեղ էլ ինչ-որ առևտրի կենտրոններ լինելու են, բայց բրենդների են տալու, այո, այստեղ տալու են բրենդների։ Մենք մեր բաժիններն ենք ուզում, մենք ուրիշ բանի համար չենք պայքարում, մեր հացի համար։ Շնորհակալություն։ Այդ food court, որ ասում են food court-ա լինելու, դա ճիշտ է։ Չգիտեմ, իրականում անկեղծ ասած ոչ մի բան չգիտեմ։ Գիտեմ, որ խաղահրապարակ է լինելու, կինոյի զալ է լինելու, ժամանցի կենտրոն լինելու, մեզ այդպես են ասել։ Մեզ այդ ամեն ինչը չի գոհացնում։ Մենք մեր հացի ուզում ենք բարելավեն, այսինքն ռեմոնտ են անում, ռեմոնտից հետո մենք հետ գանք մեր տաղավարները։ Մենք բոլորին շատ մենք sense համաձայն ենք, մենք աշխատում ենք, բոլորին շատ հարգում ենք, շատ մեծ հարգանք։ Բերել ձմեռային, որ պետք է հասնենք վաճառենք, ինչի մասն սա մեր հացի, ես մի օր չաշխատեմ, ես հացի տակ ենք, ով է մեր վարկերն ու պարտքերը տալու։ Մարդկա իրա տունը գրավ դրե, մարդկա իրա հացի փողը տվյալ այդ հագուստով է աշխատում։ Գալիս ասում է գնամ ծախեմ երեխուս մի բան առնեմ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք այսքան մարդս ոչ մի բան ենք, էլի մեզ սենց ուղղակի մեզ առհամարում են, սենց հաստատում։ Երևան տոնավաճառ մենք նայել ենք, մեզ դուր չեն եկել այդ տաղավարները, պատվալային ինչ որ անկապ տարածքներ են։ Մենք չենք կարա այդտեղ աշխատել։ Դուք այստեղի վարձը ամսական եք վճարում։ Այո, մենք ամսական, ես 2 տաղավար ունեմ, մենք ամսական վճարում ենք, ես ի վիճակի էի վճարելու, աշխատելու, ամեն ինչ նորմալ էր ու շատ լավ էր, մենք գոհ ենք, տոնավաճառի տաղավարը ձեզ դուր չի եկել։ Երևան տոնավաճառի տաղավարները այնքանով դուր չեն եկել, որ դրանք թողած պահեսներ էին ընդամենը, մենք չենք կարող այդպիսի տեղ աշխատել։ Բայց ով է առաջարկել տոնավաճառում աշխատել։ Տոնավաճառում մեզ առաջարկել են մեր տնօրինությունը, ուղղակի չեն ուզում, որ մենք դուրսը մնանք, այսպես ասած, մարդիկ տարածք են առաջարկում, բայց իրանք առաջարկում են, բայց եթե մեզ դուր չի գալիս, մենք ուզում ենք ընդամենը բարելավեն մեր տարածքները ու մենք հետ վերադառնանք մեր աշխատանքին, այդքան մի բան։ Կենտրոնի հետ կապած ինչ կասեք, դուք կարծես ասում եք կինոտուն, բան։ Ես անկեղծ ասած մեզ այդպես են ասել, որ ժամանցի կենտրոն է լինելու, ուրիշ ոչինչ չգիտենք։ Մենք երեք ենք իմացել այս ամեն ինչի մասին, մենք տեղյակ չենք եղել։ Մեր համար անակնկալ էր։ Ես չգիտեմ անկեղծ ասած ինչ ժամանցի կենտրոն է լինելու։ Մեզ ասեցին բրենդային խանութներ են լինելու ու ժամանցի կենտրոն, մենք ուրիշ ոչինչ հաստատություն չունեք, որ բրենդային խանութ, իսկ ձեր ապրանքին ինչ-որ որակ են տալիս, ձեզ հանում են։ Անկեղծ ասած, ես այս տարիների ընթացքում այստեղ այնքան հաճախորդներ եմ ձեռք բերել ու բոլորը այնքան գոհ են եղել, բրենդային ես չեմ հասկանում, դժգոհություն չի եղել հաճախորդների կողմից, այսինքն մենք բոլորին շատ լավ սպասարկել ենք, մեզ լավ վերաբերվել են այստեղ, ուղղակի, չգիտեմ, շատ ենք ուզում, որ հետ վերադառնանք մեր աշխատանքի։ Մեկ էլ ասում եք Երևան տոնավաճառի 4-րդ հարկն են, թե Երևան տոնավաճառի 3-րդ հարկն էր, որ տնօրինությունը մեզ առաջարկեց, պարզապես այդ տաղավարներում մենք չենք կարող աշխատել, ինքը շատ թողած տարածք ոնց որ լինի ու մեզ հարմար չի, այսպես ասած։ Հա, ինքը գիտեք ոնց է, թողած պահեստային տարածքներ են, մենք չենք կարող ուղղակի այդտեղ աշխատել։ Ձեզ բանավոր են տեղեկացրել որոշման մասին։ Այո, բանավոր մեզ տեղեկացվել են ու ասել են, որ այդքան ժամանակ, մարտի 15-ը, այդքան բան։